Սիրելի վարդենիքներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ջորջան, այսօր մարզահամերգային համալիրում, Երևանի մարզահամերգային համալիրում բացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ցուցահանդեսը։ Այսինքն ցուցադրվում են այն արտադրանքները ռազմարդյունաբերության, սպառազինություն, տեխնիկա եւ այլն, որ արտադրվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ բոլորը կարող են գնալ եւ տեսնել այդ արտադրանքի նմուշները մենք ձեզ ցույց տվեցինք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ։ Դուք բոլորը զորահանդեսին հետևել եք, տեսել եք եւ ինչ տպավորություններ եք ստացել։ Կարող եք կիսել ձեր տպավորությունները։ Այդ զորահանդեսի ընթացքում մեր բանակը ներկայացավ նոր համազգեստով, նոր տոնական եւ դաշտային համազգեստով։ Մենք ներկայացնենք առնվազն աշխարհի 7 երկրներում արտադրված սպառազինություն եւ տեխնիկա։ Մենք ձեր աչքի առաջ անցավ եւ միջև կես գիշեր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում մնաց մի քանի միլիարդ դոլար արժողության սպառազինության եւ տեխնիկայի նմուշներ։ Եվ ես ասում եմ, ձեր ուշադրությունը հրավիրելու այն փաստի վրա, թե նախորդ տարիներին ընդդիմությունը ինչ էր ասում էր, որ մենք բանակը քանդում ենք, ասում էր, որ մենք Հայաստանը թողնում ենք առանց պաշտպանության, ասում էին, որ ես Էրդողանի եւ Ալիևի առաջ պարտավորվել եմ, որ Հայաստանը բանակ պետքա չունենա, որ Հայաստանը զենք պետքա չունենա, որ Հայաստանը սպառազինություն պետքա չունենա, եւ ասում էին, որ մենք պետական պարտքը կրկնապատկել ենք եւ չգիտեմ տարել ենք ինչ ենք արել, բայց մենք այդ ողջ ընթացքում մենք լուր մեր գործն ենք արել, մեր աշխատանքն ենք արել, որովհետեւ մեզ պետքա եղել գաղտնիության պայմաններում Հայաստանի պաշտպանունակության մակարդակը բերել պատշաճ վիճակի եւ մենք դա արել ենք եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր բանակ ունենալու առիթով։ Վերադառնալով ռազմարդյունաբերական համալիրին, ես ուզում եմ, որ բոլորդ հստակ պատկերացնեք, թե դա ինչպես է եղել, ինչպես ենք մենք ստեղծել ռազմարդյունաբերական համալիր։ Նախ գիտության ոլորտի ֆինանսավորումը ավելացրել ենք շուրջ 2.8 անգամ 2025 թվականին 2017 թվականի համեմատությամբ։ Գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք։ Մենք մի քանի միլիարդ, 20 միլիարդ դրամի սարքավորումներ ենք ձեռք բերել մեր գիտահետազոտական ինստիտուտների համար։ Եվ նաև 170 միլիարդ դրամի ներդրում ենք արել ռազմարդյունաբերական համալիրում եւ այսօր մեր ռազմարդյունաբերական արտադրանքը արտահանվում է զարգացած երկրներ, այսօր արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքված եւ մեր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը արտահանվում է զենքի միջազգային շուկա եւ ես այդ առիթով շնորհավորում եմ բոլորին, բայց նաեւ ձեզ կոչ եմ անում, որ դուք հետահայաց գնաք եւ նայեք, թե ինչ էր ասում ընդդիմությունը այդ ողջ ընթացքում։ Մենք ասում ենք, որ ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու են, նրանք ասում են բանակը քանդում են, բայց մենք դա արեցինք ինչի շնորհիվ եւ ինչպես մենք սոցիալական վիճակը այդ թվում փոխեցինք բանակում բարեփոխումների շնորհով։ Պաշտպան հայրենյաց ծրագիր կա, լսել եք պաշտպան հայրենյաց ծրագրի մասին։ Երբ որ զինվորները 18 տարեկանները գնում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, իրենց ատեստավորման տոկոսից կախված 300, 400, 500, 600 հազար դրամ բարձրացություն են ստանում, մարտական հերթապահությունից դուրս գալիս են իրենց տներում են քնում։ Եվ եթե նախկինում ծնողներն են մտածում ոնց իրենց զինվորներին շոկոլադ, քաղցրավենիք ու գուլպա հասցնենք, այսօր զինվորը իր հայրական տունն է պահում եւ 5-ամյա ժամկետը սպառվելուց հետո 5 միլիոն դրամ պարգևավճար, պատվովճար ստանալու։ Այսպես ենք մենք բանակը բարեփոխել։ 2026 թվականի սեպտեմբերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները, որ նշանակում կստանան բանակում,
բնակարանով ենք ապահովում մենք իրենց, որ սպաների բնակարանային հարցը այս գլխից լուծվի։ Եվ այսօր ռազմական ակադեմիա ընդունվում են հարյուրավոր շրջանավարտներ։ Այսօր մենք արդեն ռազմական ակադեմիայի շրջանավարտների թվով նախկին ամենաբարձր կետը եղել 2014 թվականը, որից հետո շարունակական անկում ապրել։ Այսօր մենք այդ ցուցանիշները գերազանցել ենք։ Եվ այսօր մարդիկ, այդ թվում նախկին ղեկավարները եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում են բանակի եւ սպաների մասին։ 2000-ականների 90-ականների վերջից մոտ 3800 հերթագրված ա եղել Պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում։ Եղել են երկարամյա ծառայող սպաներ, զոհվածների ընտանիքներ եւ այլն։ 3800-ից ավելի մարդ եւ պետությունը նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունները քրոնիկ ձևով չի կատարել։ 2018 թվականից հետո մենք ավելի քան 1000 մարդու բնակարան ենք հատկացրել եւ հիմա էլ որոշել ենք միանգամից այդ հարցը լուծել։ 2026 թվականի մայիսին կառավարությունը հատկացում է արել, որ 4 տարվա ընթացքում 2800 ցուցակի բոլոր մարդկանց բնակարանային հարցը լուծի եւ դրանով ամեն ինչ ավարտի։ Եվ նաեւ զինծառայողներին հիպոթեկային աջակցության ծրագրով մենք ավելի քան 1000 զինծառայողների այս պահի դրությամբ աջակցել ենք, որ նրանք բնակարան ստանան։ Եվ այդ մարդիկ ասում էին, որ մենք բանակ ենք կանդում, ասում էին, որ մենք Հայաստանը թողնում ենք անպաշտպան։ Ես ուզում եմ, որ դուք նայեք եւ տեսնեք, թե ինչ են խոսում նրանք եւ ինչ է տեղի ունենում իրականում։ 2020 թվականից ամեն Աստծո օր ասում ենք, թե մենք միջանցք ենք տալու, միջանցք ենք խոստացել, մեղրին ենք տալու, մեղրի միջանցք ենք խոստացել։ Եվ ահա թրիփ նախագծի իրականացման միջպետական հուշագիրը նախաստորագրված է եւ արժեվում է առաջիկայում կստորագրվի եւ կվավերացվի։ Ինչ է գրած այնտեղ։ Գրված է շատ հստակ, որ թրիփ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է բացառիկ լիազորությունը մաքսային եւ սահմանային անցման եւ ֆիտոսանիտարական մյուս հարցերում, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը տարածվում է թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա։ Եվ հետևաբար միջանցքի թեման ընդհանրապես չի եղել, բայց մենք այդ ընդդիմությունն է հորինել այդ թեման։ Այդ թեման չի եղել, այսօր նաև դե յուրե չկա այդպիսի թեման, եւ ոչ միայն չկա, այլև Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն վերահաստատել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, այլև մենք հաղթահարել ենք շրջափակումը, Հայաստանը այլևս շրջափակման մեջ չէ, այսօր արդեն շրջափակման մեջ չէ։ Ինչ էին ասում սահմանազատման ժամանակ։ Ասում ենք իրանցը տալիս են, իրանցի վանքը տալիս են, ոսկեպարի վանքը տալիս են, իրանցը դատարկվելու է, իրանցը դատարկվում է, մարդիկ չեն ապրելու իրանցում սահմանազատումից առաջ եղել է մոտավորապես 100 տուն։ Այսօր իրանցում ամբողջական թաղամասեր են կառուցվում 16 միլիոնի ծրագրով եւ այսօր իրանցը անվտանգական երբևէ, բարեկեցիկական երբևէ, խաղաղական երբևէ, ամբողջական թաղամասեր են կառուցվում Կիրանցում։ Եվ այսօր Կիրանցում են բազմաթիվ գյուղերում են, մեկ ականջովս հասնում է, որ այդ նոր թաղամասերին ասում են Նիկոլի թաղամաս կամ Նիկոլի փողոց։ Եվ դա ինձ համար մեծ պատիվ է։ Կիրանցում եկե 100 տարի, ուղիղ 100 տարի չգործող եկեղեցին պետական միջոցներով մենք վերականգնել ենք եւ օծել ենք։ Եվ այսօր Կիրանցի մեջ 100 տարի եկեղեցին չի գործել, այսօր գործող եկեղեցիա պետական բյուջեի միջոցներով արվել ամբողջը։
պետական բյուջեի միջոցներով ոսկեպարի եկեղեցին է վերականգնվել եւ վերանորոգվել։ Օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի հետ ստորագրեցինք արհեստական բանականության ոլորտում համագործակցության մտադրությունների հուշագիր։ Ինչ էր ասում մեր ընդդիմությունը։ Ասում էր թղթի կտոր է, ոչ մի հետևանք չունի, ոչ մի իրավական ուժ չունի։ Այսօր մի տարի անցել է թղթի ստորագրումից, բայց արդեն Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում բացվել է առաջին արհեստական բանականության գործարանը, առաջին գործարանը։ Հունիսին հա ճիշտ է, միջալոց իրանք բան պլանավորում են բանում Մարտունի Վարդենիկում են բացելու, հա Լիճկում, այդ նույն ընկերությունը Լիճկում էլ է, համ արևային կայաններ է բացելու, համ էլ արհեստական բանականության գործարանի մասնաճյուղ։ Հրազդանում Էսա հունիս ամսին կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը 5 միլիարդ դրամ ներդրումային ծրագրով 5 միլիարդ դրամ։ Երևանի պետական համալսարանում ստեղծվեց արհեստական բանականության առաջին կենտրոնը 10 միլիոն դոլար տվեցինք մենք եւ Երևանի պետական համալսարանում ստեղծեցինք սուպեր համակարգիչ արհեստական բանականության կենտրոն։ Այստեղ ինչ կապ ունի կառավարությունը այդ մյուս գործարանների բացման գործում, որովհետև այդ չիպերը արտահանվում են միայն Միացյալ Նահանգների կառավարության թույլտվությամբ եւ շատ երկրներ կան, որ երազում են, որ հնարավորություն ունենան այդ չիպերից իրանց երկրում գործարան դնեն, բայց չեն կարողանում, բայց այսօր մեր հատուկ հարաբերությունների, ռազմավարական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում դեպի տեխնոլոգիական դարաշրջան եւ ես դե տարիթով շնորհավորում եմ բոլորին։ Ինչ ենք ասում ժողովուրդ, ընդդիմությունը 2021 թվին ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկեք, 2021 թվին էին ասում են 2026 թվին Սևանի արևելյան ափը բնակեցվելու է ադրբեջանցիներով եւ հոլովակները են տարածում այդ ժամանակ 21 թվին։ Այդ հոլովակի մեջ զանգում են իբր գնան շորժը հանգստանան, ադրբեջաններն են պատասխանում հեռախոսազանգին եւ ասում են տեղ չկա, ադրբեջանցիները բոլորը զբաղեցրել են։ Այսօր 2026 թիվն է, քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում։ Եվ նրանք հիմա նոր թեմա են բերել Մեյդան 300,000 ադրբեջանցու վերադարձի։ Նրանք դա ինչպես լրտեսական տրամաբանությամբ Միչանսկի խոսույթն են տարածում, այսօր էլ լրտեսական տրամաբանությամբ այդ նույն խոսույթն են տարածում։ Ես ասում եմ չկա տես թեմա եւ չի լինելու այդպիսի թեմա, չհավատակ որևէ մեկին։ Բայց ես նաեւ անկեղծ ասում եմ, որ այդ թեմայի հետ փակվում է եւ փակվել է նաեւ 500,000 հայերի վերադարձի թեման Ադրբեջան, որովհետեւ ժողովուրդ մենք այս թեմաները պետքա փակենք, որ խաղաղությունը գոյատևի, որ խաղաղությունը զարգանա, հարատևի։ Այո ժողովուրդ, ես եմ մարդն եմ, ով ասել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ ես դա ասել եմ, որովհետեւ հավատացել եմ այն գաղափարներին, որոնց մեզ ներարկել են 30 տարի, բայց նաեւ առաջնորդի պատասխանատվությունն է, երբ որ հասկանա, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, կամք ունենա ասի մի րոպե ժողովուրդ, Ղարաբաղյան շարժումը, այո ես գնացել եմ միջև այն կետը, նվիրված եմ գնացել, ոչ մի բան չեմ խնայել, միջև հասկացել եմ, որ Ղարաբաղի շարժումը թակարդ է Հայաստանի համար, որպեսզի մենք չկայանանք որպես պետություն, որպեսզի մենք կորցնենք Հայաստանի Հանրապետությունը եւ ես ուրախ եմ, որ այդքան կամք եմ ունեցել, կանգնել եմ ժողովրդի առաջ եւ ասել եմ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու։ Եկեք պատկերացնենք, թե մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը։ Ինչ է լինելու, ինչ անելու արդյունքում։ Լինելու են մեծ ու փոքր պատերազմներ, լինելու են զոհեր։ Եվ արդյունքում չի լուծվելու այդ հարցը, որովհետև այդ հարցը դրվել է նրա համար, որ չլուծվի, որ Հայաստանը առնական լինի տասնյակ տարիներով եւ մենք ի վերջո ստիպված լինենք հրաժարվել մեր պետականությունից,
բայց մենք չենք հրաժարվել մեր պետականությունից, մենք հրաժարվել ենք Ղարաբաղի շարժումը շարունակելուց եւ տեր ենք կանգնել մեր պետությանը, տեր ենք կանգնել մեր երեխաներին, տեր ենք կանգնել մեր ապագային։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուզակցությունը Հայաստանը ուզում է հետ մղի կոնֆլիկտի հորձանոտ, պատերազմի հորձանոտ, որովհետև այդ պատերազմի տարիներին է, որ նրանք միլիարդներ են աշխատել, թալանել են Հայաստան անունը դնելով, թե Ղարաբաղի համար են անում, թե բանակի համար են անում, մենք բանակ, ես ասում եմ, մեր բանակը այդ որ ասում ենք կանսերվի կոկոշներ 2018 թվականին բանակը եղել է հենց կանսերվի կոկոշի մակարդակի։ Դուք բոլորդ գիտեք, ձեր երեխեքը ծառայել են բանակում։ Դուք ես ձեզ ասելու կարիք չունեմ։ Գնացեք այսօրվա ծառայողներին հարցրեք բանակի մասին եւ 9 տարի առաջ ծառայողներին հարցրեք բանակի մասին եւ ձեռները դրեք ձեր խղճին, ձեր սրտին եւ ասեք, այն ժամանակ բանակ մենք ունեցել ենք եւ հիմա մենք բանակ ունենք թե չունենք։ Ժողովուրդ, հայրենասիրությունը չի նշանակում կեղծիք։ Ամենամեծ դավաճանությունը հայրենիքի նկատմամբ ժողովրդին սնել կեղծիքներով։ Մենք ժողովրդին չենք սնել կեղծիքներով։ Մենք ժողովրդին առաջարկում ենք ճշմարտություններ։ Մենք ժողովրդին առաջարկել ենք եւ առաջարկում ենք եւ ունենք պետություն։ Այսօր մենք պետություն ենք ավելի քան երբևէ։ Անկախ ենք ավելի քան երբևէ։ Ինքնիշխան ենք ավելի քան երբևէ։ Անվտանգ ենք ավելի քան երբևէ։ Բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ։ Եվ այդ բարեկեցությունը արտահայտվում է դպրոցներ եւ մանկապարտեզներ կառուցելով, ճանապարհներ կառուցելով, փողոցներ կառուցելով, թոշակներ բարձրացնելով, առողջության ապահովագրություն մտցնելով, աշխատավարձեր բարձրացնելով։ Եվ ես ուզում եմ, դուք բոլորդ, որտեղ եք Ջորջ ջան, մենք հեղափոխությունից մինչև 2026 թիվը 66 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք մտցրել պետական բյուջե, որտեղից։ Մենք այդ պատերազմի եռագլուխ կուսակցության թալանչի թաթիկները ջարդելով Հայաստանի պետական բյուջեն կրկնապատկել ենք։ Այսօր կալուգացի օլիգարխները եւ մյուսները, որ փորձ են անում ներկայանալ որպես բարեգործ, հեծը Հայաստան էլեկտրական ցանցերը մենք պետականացրել ենք եւ պարզել ենք, որ նրանք մանկապարտեզներից հոսանք գողացող են, նրանք մենք մանկապարտեզների եւ դպրոցների վրա ավել հոսանք են գրել եւ դրել իրանց գրպանները, որ հետո իսկ այսօր Հայաստանի քաղաքացին մեր երեխեքը պետության հաշվին առողջության ապահովագրություն են ստանում, որովհետեւ իրանք ունեն պետություն, իրանք ունեն հայրենիք պետություն, որ կանգնած է իրանց կողքին եւ ասում է այո, ձեր առողջապահական նվազագույն կարիքները պետությունը, ձեր հայրենիք պետությունը կապահովի ձեզ համար։ Այսօր 65+ տարիքի մեր թոշակառուները ունեն առողջության ապահովագրություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացուն ասում է դու ունես պետություն եւ քո պետությունը կապահովի քո առողջության նվազագույն կարիքները։ Հիմա էլ ընկել են ասում են ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկելու են։ Ասել եմ, ասում եմ եւ ելի կասեմ, մենք ընտրությունների համար ոչինչ չենք արել։ Մենք ոչ մի բան չենք արել հանուն ընտրությունների։ Ինչ որ մենք արել ենք հանուն մարդու, հանուն քաղաքացու, հանուն ձեզ, հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն պետության, հանուն ազատության, հանուն խաղաղության, այո։ Եվ իրականում ամենակարևոր բանը, որ ես դες եկել եմ ասելու հենց խաղաղությունն է։ Ես ուզում եմ բոլորիդ եւ բոլորի շնորհավորել, որի վերջո բազում զոհերի եւ զոհողությունների գնով, այո, մենք հասել ենք խաղաղության եւ մենք հաստատել ենք խաղաղություն եւ ես շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Եվ ես ընտրությունների
Կարևորագույն հարցը հետևյալն է. արդյոք Հայաստանի ժողովուրդը այս ընտրություններում տեր կանգնելու է խաղաղությանը։ Այս ամենակարևոր հարցը ժողովուրդ, ավելի կարևոր հարց չկա, որովհետև մնացած ամեն ինչը կախված է սրանից։ Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է թե չէ։ Այս է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը առերեսվի, թե ինչ է նշանակում քվեարկել 16-ին։ Դա նշանակում է տեր կանգնել պետությանը, դա նշանակում է տեր կանգնել անկախությանը, դա նշանակում է տեր կանգնել ապագային եւ տեր կանգնել խաղաղությանը։ Եվ ով պետք է սա անի, սա շատ կարևոր, ով պետք է անի։ Այո, ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, բայց ժողովուրդը բաղկացած է անհատներից, ժողովուրդը կազմված է մեկ մարդուց։ Այս է պատճառը, որ շատ կարևոր է, որ մենք առերեսվենք այն ակնհայտ փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախությունը եւ ընտրությունների արդյունքները ի վերջո կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք, մի մարդ է, որ պետք է որոշում կայացնի, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, ով այդ մեկ մարդը, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Վարդենիքին, Մարտունի խոշորացված համայնքին, Գևորգունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, երկու կարճ հայտարարություն։ Առաջինը, այսօր Գևորգունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Գավառի կենտրոնական հրապարակում ուղիղ ժամը 20:00-ին, ոչ մի րոպե, ոչ ուշ, ոչ շուտ։ Իսկ հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր մեծ եզրափակիչ հավաքը։ Հունիսի 5-ին ուղիղ ժամը 20:00-ին։ Եվ ես Հանրապետության հրապարակ եմ հրավիրում մի մարդու, ընդամենը մի մարդու, հունիսի 5-ին, ժամը 20:00-ին, թող Հանրապետության հրապարակ գա այն մեկ մարդը, ով տեր է պետությանը, ով տեր է անկախությանը, ով տեր է ապագային, ով տեր է խաղաղությանը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ ժողովուրդ, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար